Բարեարետ, իմ սիրելի կշարքներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, իհարկե լսում ենք ասցենդենտի նշանը, որտեղ 70-80% հիմնականում վերաբերում է ասցենդենտի նշանին, որից հետո լսում ենք արևի նշանը եւ միացնում ենք այս ինֆորմացիան բոլոր նրանց համար է, ովքեր առաջին անգամ են միանում իմ YouTube-յան ալիքին եւ այսպես կշարքների համար ես գիտեմ որ ձեզ համար եւս դժվար ժամանակահատված էր որ դուք կարողացաք հաղթահարել ում ինչպես որ դա իհարկե հաջողվեց ինչպես որ դժվար էր խեցգետիների համար խոյերի համար եւ այդտեղ ջուրների համար այստեղ ձեր նպատակներն էին եւ ձեր ապագան էր ինչ որ մեկի մոտ ընդհատվեց դա ինչ որ մեկի մոտ դժվարություններով անցան կամ ինչ որ նոր ճանապարհ բացվեց եւ այլն այսպիսի իրադարձություններ են եւ եթե հիշում եք ես նախորդ ամիս ասացի որ ուրեմն ձեզ մոտ գումարը որ հավաքվել է միգուցե դուք եք այդ գումարը հավաքվել բոլոր դեպքերում դա ինչ որ նպատակի համար նպատակի ծառայելու է այդ նպատակի համար է օգտագործվելու այսպես իրադարձություններ կլինեն ձեր կյանքում իհարկե մինչև տարվա վերջը դա լինելու է յուրաքանչյուր ասցենդենտով կշարքի եւ արևի նշանով հիմնականում ասցենդենտով կշարքների կյանքում դա կիրականանա եւ ինչն է տարքիր որ ես հիմա կներկայացնեմ դες մայիս ամսվա համար կանխատեսումը իդեպ այսօր ապրիլի 21-ն է մոռացույցով առաջի օրն է մոռացույցով արևի արեգ օր եւ ձեզ բաժին ընկավ արևը եւ ուրեմն վերադառնանք լիալուսնի թեմային որը լինելու է ձեր ֆինանսների տանը այսինքն ձեզ համար պարզ կլինի դուք որքան գումար եք ծախսել որքան եք ներդրել ինչ որ նպատակների համար եւ այլն եւ իհարկե տեսնում եք նորալուսինը կընկնի ուրեմն ձեր 9-րդ տունն է որը կապված է հայրենիքի հետ կամ արտերկրի հետ հավանաբար ինչ որ հարցեր կան որ կապված են այդտեղ ինչ որ նոր սկիզբ է դրվում նոր սկիզբ հայրենիքում նորից եմ կրկնում կամ դա կարող է լինել արտերկրում միգուցե ինչ որ արմատներ վերադառնում եք հայրենիք միգուցե ինչ որ նոր սկիզբ այսքան դա կարող է լինել հատկապես որ ձեր Յուպիտերը այդտեղ է գտնվում այսքան հայրենիք արտերկիր կապը բավականին ակտիվ է եւ դուք այնտեղ բիզնես սովորել ամուսնություն այսպիսի հարցեր շատերի մոտ կարող են լինել Ահա, ուրեմն արևն է փոխում իր նշանը եւս մտնում է արտերկրի թեման, ինչպես տեսնում ենք, ամուսնության թեման եւս եւ իհարկե Պլուտոնը կդառնա հետընթաց, ինչպես որ Սատուրնը կփոխի իր նշանը եւ Մերկուրին երկու անգամ կհասցնի փոխել իր նշանը ինչու համար եմ ես այսպես մանրամասնում ամփոփում հենց սկզբից որովհետեւ դա ձեզ հնարավորություն է տալիս որպեսզի դուք հասկանաք մոտավորապես ասենք հանդիպումները միտքը որ թեման է ավելի ակտիվ լինելու եւ ինչպիսին կլինի, որովհետև եկեք սկսենք հենց Պլուտոնից, որը դառնալու է հետ ընթացինքը գտնում է ջրհոսի նշանում, այստեղ գիտեք երեխաներն են, ծնող երեխա կարող է լինել այս հարաբերությունները, ֆինանսներ երեխա, նաև այս հարաբերությունը կլինի նաև թե ինչ ձևով դա կաշխատի, յուրաքանչյուրն ըստ իր անձնական քարտեզի եւ իհարկե այստեղ ինչ որ կրքեր իրենք կարծես թե սկսելու են աստիճանաբար հանգստանալ, ինչ որ արվելու էր արվեց, բայց հետո կսկսեն հանգստանալ, իհարկե չմոռանանք, որ ապրիլի կոնկրետ ես նշել էի նախորդ անգամ, ասենք ապրիլի 21-ն է, այսօր 25-ից երևի թե այդպես մայիսի 10-15-ը դեռևս որոշակի իրադարձություններ կլինեն եւ բայց արդեն ավելի մայիսի 4-ից 5-ից շատ ավելի այդպես հանգիստ կարող է լինել ուրեմն իհարկե նորից եմ նշում սա ընդհանուրն է ոչ թե ձեր անձնական քարտեզը այնուհետև 10-ին Մերկուրին կփոխի իր նշանը մայիսի 10-ից մինչև մայիսի 25 ինքը կտեղավորվի ցոլի նշանը որը ձեր ֆինանսներն են եւ այստեղ ֆինանսական հարցեր կքննարկվեն
միանշանակ Մերկուրին մտնում է հենց որոշակի հանդիպումներ եւ այլն եւ հետո ֆինանսական քննարկումներ այդ թեմայի շուրջ այնուհետեւ 12-ին տեղի կունենա լիալուսինը, ինչպես որ ասացի, տեսնում եք քննարկում եք ֆինանսները եւ հետո արդեն ձեզ համար ամբողջական է դառնում այդ թեման, որովհետեւ լիալուսինը ամբողջացնում է եւ տալիս է ձեզ պատասխան իհարկե մինչեւ 12 մայիսի, ոչ թե հենց մայիսի 12-ին կոնկրետ մինչեւ Հայաստանի ժամանակով լիալուսին տեղի կունենա 20:55 րոպե 46 վայրկյան, արևև լուսինը կհակադրվեն 23 աստիճանում, կարիճի նշանում, ահա այստեղ է լինելու, բոլոր դեպքերում ինքը բերում է, կարծում եմ կբերի խորը ապրումներ, այստեղ հնարավոր է նաև ոմանց մոտ աշխատանքի թեման լինի, կյանքի մահվան թեմաները կարող են խաղարկվել, քննարկել իմի բերել այդ ամբողջը, հա, այսպես կարող է լինել եւ իհարկե անցնենք առաջ եւ 20-ին արևը կփոխի իր նշանի վերջո ինքը դուրս կգա ցուլի նշանից եւ կմտնի երկվորյակի նշան, երկվորյակները կտոնեն իրենց ծննդյան օրերը, իսկ ձեզ մոտ կակտիվանա արտերկրի կամ հայրենիքի թեման բավականին ակտիվ է լինելու մոտ 1 ամիս, նույնիսկ ավելի միջև այստեղ Յուպիտերը պետք է դուրս գա, այդ ժամանակ հայրենիք արտերկիր թեման ինչ որ առումով ինքը կարող է հանգստանալ չնայած որ հուլիսին դեռևս Ուրանը կմտնի այդտեղ, հետո հետընթաց կլինի եւ այլն, ինքը մտնելու է 7 տարի մնալու է եւ ձեր այդպես կապը արտերկիր հայրենիք եւս մեծանալու է հետագայում այդ կերպ կլինի ուրեմն ձեր կապը սիրելի ասցենդենտով կշարքներ Այնուհետև անցնենք առաջ 25-ին Սատուրնը կփոխի իր նշանը, ինքը բնականաբար ժամանակավոր կմտնի խոյի նշան, որտեղ կմնա մինչև սեպտեմբերի 1-ը եւ իհարկե այստեղ հարաբերություններ կլինեն, գիտեք 7-րդ տունն է եւ որոշակի դժվարություններ կարող են բերել հարաբերություններում Եվ ինչևէ, այստեղ ես կարծում եմ ձեզ զգացնել կտա հավանաբար ձեր կյանքում, երբ ինքը կմտնի, դուք կզգաք իր ներկայությունը եւ հետո արդեն ինքը ձեզ կպատրաստի, որպեսզի ինչ որ ժամանակ հետո, դրան ես իհարկե հետո կանդրադառնամ, ինքը ամբողջովին կտեղափոխվի խոյի նշան, ձեր հակադիր նշանն է եւ միգուցե գիտեք դուք ուզենաք թե չուզենաք որոշակի մարդկանց հետ փորձեք շփվել, խորհուրդ հարցնել եւ այլն շատ տարբեր ուրեմն կլինեն եւ իհարկե 26-ին հաջորդ իսկ օրը Մերկուրին նորից կփոխի իր նշանը, այս անգամ կմտնի կտեղավորվի երկորյակի նշանում, այստեղ ամբողջանա արտերկրի կամ հայրենիքի թեման։ Իհարկե տարբեր սցենարներ, ես ասացի աշխատանք, ամուսնություն, ուրեմն սովորել, կրթություն եւ իհարկե թեկուզ հենց տուրիզմի պահը, այսքան կարող եք շրջագայել սա եւս կարող է լինել ամուսնություն եւ նաեւ իրավական հարցեր կլինեն եւ Մերկուրին այդտեղ կգա, քանի որ ինքը իր նշանում է, բավականին ակտիվ է, այդպես այդ թեմաները եւս ինքը կակտիվացնի եւ թերևս մենք ավարտենք լիալուսնով, որովհետև հաջորդ իսկ օրը 27-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 7:02:11 արևև լուսինը կմիանան 7 աստիճանում եւ այն տեղի կունենա երկվորյակի նշանում։ Տեսնում եք օդի նշանն է, դուք եւս օդի նշան եք եւ հենց արտերկրի թեմայով էլ հենց այնտեղ կամ հայրենիքում այստեղ սկսվում է մի նոր պատմություն, նոր սկիզբ է դրվում այնպես որ այդ դժվարություններից հետո կշարքների կյանքում գիտեք կարող է լինել եւ սկիզբ երբ ավարտ շատ այդպես հարաբերական է եւ այդպես արտերկրի թեմայով երևի թե այդտեղ է լինում այդտեղ է սկիզբը դրվում հայրենիք
իհարկե արտերկիր, այդպիսի հարցեր են եւ ուղղակի ուզում եմ զգուշացնել, որ 16-ին պլյուս մինուս 1-2 օր այստեղ ուշադիր եք լինում ձեր առողջության հանդեպ եւ ինչպես նաեւ ֆինանսների հանդեպ, որովհետեւ հնարավոր է ինչ որ գումարներ կամ կորցնել կամ ինչ որ մի գործի համար, ինչպես որ ասել են, ինչ որ մի գործի համար դա ներդրվի եւ ցանկալի այդպիսի գործողություններ չանել, ոչ հանդիպումներ, ոչ էլ ֆինանսական գործողություն եւ իհարկե 29-ից 31-ը պլյուս մինուս 1-2 օր այս ժամանակահատվածում եւս հանդիպումներ, ինչ որ հարցեր քննարկել եւս ցանկալի չէ, ահա սիրելի կշարքներ եւ նաեւ խորհուրդ կտամ զգուշ լինել երթևեկության հարցում, այդպես ուշադիր եղեք եւ երևի թե ես այսքանով կավարտեմ մայիս ամսվա համար կանխատեսումը եւ գրեք ձեր տպավորությունների մասին, արդյոք կատարվում են, արդյոք խորհուրդները օգնում են, որովհետեւ եթե ինֆորմացված ես, ուրեմն ինչ որ առումով պաշտպանված ես, այն ինչ որ դու լսում ես, քեզ չի կարող այդպես անակնկալի բերել եւ դու պատրաստված ես, որ դա կարող է լինել, այնպես որ գրեք ձեր տպավորությունների մասին, որքանով է դա ձեզ օգտակար, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, լավ եղեք առայժմ